Հեռախոսները անհետանում են 10 տարով։ Առաջին օրը հեռախոսները անհետանում են։ Մարդիկ խուճապի մեջ են, ոչ ոք չի հասկանում, թե ինչ է կատարվում։ Հաղորդագրությունները չեն հասնում, զանգեր չկան, հանդիպումները խափանվում են։ Ոմանք կարծում են, որ դա խափանում է, ոմանք, որ ինչ-որ սարսափելի սկիզբ է։ Մեկ շաբաթ անց սկսվում է իրական քաոս։ Բիզնեսները կորցնում են հաճախորդներին, առաքումները գրեթե դադարում են, մարդիկ ուշանում ու կորչում են, նորությունները դանդաղ են հասնում։ Մեկ ամիս անց մարդիկ հասցեները գրում են թղթի վրա, ավելի հաճախ նախորոք պայմանավորվում են։ Վերադառնում են նամակները, ստացիոնար հեռախոսները եւ կենթանի հանդիպումները։ Մեկ տարի անց կյանքը դառնում է ավելի հանգիստ։ Երեխաները խաղում են փողոցում, այլ ոչ թե նստած են էկրանների առջև։ Հարաբերություններն ամրանում են։ 5 տարի անց հասարակությունը փոխվում է։ Հայտնվում են նոր օֆլայն սովորություններ, բիզնեսը վերակառուցվում է։ Մարդիկ ավելի քիչ են կախված տեխնոլոգիաներից եւ ավելի շատ են գնահատում ժամանակը։ 10 տարի անց հեռախոսները վերադառնում են, եւ այստեղ կատարվում է ընտրություն։ Կամ մարդիկ նորից անցնում են էկրաններին եւ ամեն ինչ դառնում է ինչպես նախկինում, կամ նրանք օգտագործում են հեռախոսները խելամտորեն, հիշելով, թե ինչ էր կյանքը առանց դրանց։